Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ պաշտոնական Երևանը հրաժարվել է Ռուսաստանի կողմից առաջարկված հումանիտար օգնությունից, որը նախատեսված էր Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով Երևանից փոխանցել են, որ հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում։ Նրա խոսքերով Հայաստանը հրաժարվել է ռուսական մարդասիրական առաքելություն, Եվրասիա կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղցիներին տրամադրվող աջակցությունից, որը սկսվել էր 2025 թվականի հունիս-հուլիսին։ Զախարովան թվարկել է, թե ինչ օգնություններ է Ռուսաստանն ուղարկել Հայաստանին ու Ղարաբաղին այս ընթացքում, սակայն զարմանալիորեն մոռացել է մեջ բերել, թե օրինակ ռուս խաղաղապահներն ինչպես էին ղարաբաղցիներին օգնում շուրջ 1 տարվա շրջափակման ժամանակ։ Մամուլում կան բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ ռուս խաղաղապահները տասնապատիկ թանկ գնով ծխախոտ, շաքարավազ, ձեթ ու բազմաթիվ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ էին վաճառում։ Ինչու է հիմա Մոսկվան տարակուսած Հայաստանի արձագանքից, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը հարցադրում է անում։ Այն նույն բանը ես եմ ուզում ասել, որ ուր էին իրենք, երբ որ Արցախը իրոք օգնության կարիքը ուներ եւ գտնվում էր կիսասոված վիճակում, մարդիկ իրոք սննդի կարիք ունեին, ուրիշ ինչ-որ դեղամիջոցների, ուր էր այն ժամանակ Ռուսաստանը, թեպետ միակ երկիրը, որ այդ պայմաններում կարող էր ռեալ օգնել արցախցիներին, դա Ռուսաստանն էր։ Ինչը դա չարեց այն ժամանակ։ Հիմա դա ես չեմ կարծում, որ ընդհանրապես Ռուսաստանը մտածում է հոգ է տանում ինչ-որ արցախցիների հանդեպ կամ մտածում է իրենց ապագայի մասին, ոչ, իհարկե ոչ։ Դա բնականաբար նախընտրական, ինչ-որ ճնշման, քաղաքական, պրոպագանդայի միջոց է, որ իրանք հիմա այդ բրինձով ու այդ մակարոնով ուզում են իրենց համար ինչ-որ բոնուսներ ստանան։ Ես հուսով եմ, որ մեր արցախցի եղբայրները եւ քույրերը ճիշտ կհասկանան այն արգելքը, որ հիմա Հայաստանը դրեց այդ օգնության առջև։ Առաքելյանի խոսքերով այս ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից արված նման ժեստն այլ նպատակներ ունի եւ Մոսկվան պարզապես ուզում է իր դեմքը փրկել։ Փաստորեն ուզում են գնաց լինեն։ Մեզ ուզում են շատ էժան կերպով, շատ նվաստացուցիչ նույնիսկ ես կասեի կերպով գնաց լինեն եւ Ռուսաստանի դեմքը, Ռուսաստանը հիմա փորձում է իր դեմքը ինչ որ ձևով ինչ որ բարիացնել, այն մի հատ տենց ֆիլմ կար սարսափելի ինչ որ հորորեր Ֆրեդի Կրյուգեր, Ռուսաստանի դեմքը այսօր Ֆրեդի Կրյուգերի դեմքն է։ Դա պետություն է, որ տերորով է զբաղվում, որ զավթում է ուրիշ պետությունների տարածքները, որ հժդժությունները առաջացնում աշխարհով մեկ, որ աշխարհով մեկ պարզապես ռեալ տերորով է զբաղվում եւ այլն, եւ այդ պետությունը այսօր ինչ որ բարիական ուրեմն ձեռք է փորձում մեկնած լինի Հայաստանին, դա անհեթեթություն է։ Եվ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը դա ճիշտ կհասկանա եւ այդ արգելքը ճիշտ կհասկանա եւ ես լիովին համաձայն եմ այդ որոշման հետ, որը որ ընդունել է մեր կառավարությունը։ Հիբրիդային գրոհներին զուգահեռ մասնագետների կարծիքով խորհրդանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանն ամեն տեսակի ռեսուրս կփորձի գործադրել, որպեսզի իր գործակալներին կարողանա օրինական կերպով ժողովրդավարական միջոցներով բերի իշխանության։ Դա կներառի թե արցախահայերին, թե ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին սիրաշահելու փորձերը։ Բագրատ Առաքելյանի դիտարկմամբ նպատակը պարզ է՝ օգտագործել այս հնարավորությունը Հայաստանը նորից իր փեշի տակ առնելու համար։ Իր ցանկությունը նաեւ որ Հայաստանը պարզապես ոչնչացվի։ Եվ եթե մենք դա այսօր սթափը չգիտակցենք եւ մենք չհասկանանք այդ կեղծարարական եւ ինչ որ տենց ստրոյական ձիերը, որը որ Ռուսաստանը փորձում է իմ Հայաստանի դեմ կիրառել, ապա մենք ինքներս մեր գլուխը կդնենք շարի մեջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։